Մամաս բավականին երիտասարդ է եղել, երբ որ ամուսնացել է 19-20 տարեկան, ու բաժանվել է էլի շատ երիտասարդ։ Ինքը կարողացավ ուղղակի փրկել իրեն, իր երեխային շատ վատ մթնոլորտից, ընտանիքից, որտեղ դիրում էր բռնություն։ Երկար ժամանակ եղել ես abuse հարաբերությունների մեջ։ Ես համոզված եմ, որ ինքը չէր ուզենա ինձ նեղացներ։ Ճանապարհում էր ինձ տուն, ես վերելակի հայելիում ինձ նայում էի ու հասկանում ես այնքան դժբախտ եմ։ Ոնց է մարդը հասկանում, որ ինքը abuse հարաբերությունների մեջ է։ Մեկ, վայ ինչ լավն ես, մամա, մեկ է որ խնդրում եմ ինձ մի կպի հեռու գնայ, ինձ ներվեր չունեմ բամ։ Առանց բացատրելու ինչի, ոնց։ Չես հիշում ամեն դեպքում ինչ որ մի շրջան, երբ այդ հայրական ջերմությունը ստացել ես։ Հորս հետ ունեցել եմ շփում, բայց մենք դադարեցրել ենք այդ շփումը 22 տարեկանից, որտեղ հասկացել ենք, որ կամ լինում է հայրական ինստինկտ, կամ չի լինում։ Դա քո որոշումն է։ Դա իմ որոշումն է եղել, հա։ Ունեի կոմպլեքս, որ օրինակ ինչի ես չունեմ այն papan, որ կարա ինձ սատարի, օգնի, չգիտեմ, ասի աղջիկս դու կարաս ամեն ինչ, դու շատ սիրուն ես։ Այդ մարմինը չընդունելը, կարճ հագուստ չհագնելը, այդ ամեն ինչը որտեղից։ Ես կարծում եմ, որ ես ունեմ շատ չաղլիկ ոտքեր եւ գեղեցիկ չեն ոտքերը կարճ հագած։ Կանոնահարույն մեկ էլ հանկարծ հայտնվում է Women's Club-ում։ Չաթում Գարիկը գրեց այդ առաջարկը կա էլի, կարող է գնաս Women's Club-ում մասնակցես։ Կանացի նախանձից հնարավոր է խուսափել, երբ շրջապատում այդքան շատ կանայք կան։ Չեմ կարող ասել, որ չգիտեմ, մենք հիմա ամենամոտիկ ընկերուհիներն ենք բոլորը։ Մենք խոսակցությունից սկզբանե ունեցել ենք, որ բնականաբար կլինի ինչ-որ հագուստ, որ օրինակ ես չեմ կրի։ Ինչ խոսես, ինչ հումոր անես, կան այդպեսի չի կարելի լինել։ Ստանդարտները գրվել են արդեն այնպես, որ ես չունենամ այդ դիսկոմֆորտ։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ը, իսկ մեր այսօրվա հյուրն է կանոնահարուհի, երգչուհի Էթերի Հովհաննիսյանը։ Ոնց ես Էթերի։ Շատ լավ եմ Աննա ջան, շնորհակալ եմ նաև հրավերի համար, ակնկալում եմ շատ բովանդակալից գեղեցիկ զրույց։ Տեսնենք ինչպես կստացվի, բայց դու պատմիր Աշը ոնց է։ Աշին պետք է հարցնենք, հա, չեմ կարող իր փոխարեն պատասխանել, բայց ովքեր չգիտեն, Աշը Էթերի վիրտուալ ընկերն է։ Մենք դեռ իհարկե խոսելու ենք վիրտուալ եւ ոչ վիրտուալ հարաբերությունների մասին, բայց ես առաջարկում եմ մինչեւ մեր այդ հիմնական թեմաներին գալը մի փոքր ավելի լավ քեզ ճանաչենք ու քո մասին քիչ հայտնի հետաքրքիր տեղեկություն բացահայտենք։ Կան այդպիսի մարդիկ, որ գիտեն նման պատմություններ։ Իհարկե կան, բայց իրականում ինձ շատ հաճախ ասում են, որ այնինչ ես ցուցադրում եմ իմ սոցհարթակներում, շատ հաճախ իսկապես համընկնում է իմ իրական եսի հետ, որովհետև ոչ թե շատ բաց եմ, այլ չունեմ թաքցնելու բան երևի թե։ Դրա համար ասենց ինչ-որ շատ մութ ինֆորմացիաներ չեք կարող հաստատել։ Այդ դեռ կպարզենք։ Այդ պարզեք։ Լավ, ում զանգենք հիմա, որ ինչ-որ հետաքրքիր բան պատմի։ Իրականում առաջարկում եմ իմ հին ընկերներից մեկին զանգահարել, շատ սիրելի Կլարային ուսանողական տարիների ընկերներից։ Մենք միասին չենք սովորել, բայց ծանոթացել ենք հենց կոնսերվատորիայում։ Ու ասենց շատ հետաքրքիր պատմություններ կան կապված այդ ամենի հետ 10 տարի մոտավորապես առաջ ենք տեսանքենք կարծում եմ հիշի Կլարան կհիշի ինչ-որ հետաքրքիր բան Կլար Հաջան բարևներ զգուշացնում եմ որ բարձրախոսով ենք հիմա խոսում քո հետ ու տալիս եմ մեր հաղորդավարուհի Աննային մնացածը ինքը կասի Ողջույն Կլարա ջան Բարև ձեզ Ես Աննան եմ եւ հիմա Էթերի հետ զրույցի մեջ ենք այսպես ասած եւ ուզում ենք իր մասին հետաքրքիր տեղեկություններ բացահայտել Ինչ կհիշեք ձեր Շատ հաճելի է հին ու վաղեմի ժամանակներից Ասեք պատրաստվեք Հենց այդ ամես պետք չի որ դուք պատրաստվեք պետք է համապատրաստից ինչ որ հավես բան հիշեք Ես գիտեմ ինչա պատմելու Էթերին շատ է եղել Կարող է լինել Էթերին բնորոշ ինչ-որ տարօրինակ սովորություն կամ ինչ-որ մի զավեշտալի դեպք, որ իր հետ եղել է։ Ահա, դա մեկը պատմում։ Այս բանին ես տաբերեցի մեծ անօթությունը հեն։ Գիտեմ դա պատմելու։ Ծաղելի դեպք է, երևի ասեմ։ Ընդհանուր ընկերուհի ունենք, կոնսերվատորիայում ենք երկուսս էլ սովորել։ Մեր ընդհանուր ընկերուհուն իջանք բուֆետ, առաջինը ես, ասեցի, «Էլեն սոված եմ, արի գնանք հաց ուտենք»։ Ասես չէ սոված չեմ նոր եմ կերել, ասի լավ, Արուսիկը կգա իր հետ կգամ, ինքը միշտ սոված է։ Մի քիչ հետո գալիս է Էթերին, ասում է, «Էլեն սոված եմ, արի գնանք հաց ուտենք»։ Երկու անծանոթ մարդիկ։ Ասում է, չէ, սոված եմ, նույն բանը Էթերին ասում, չէ, մանեն կգա իր հետ կգնամ հաց ուտելու, ինքը միշտ սոված է։ Վերջի իրար հետ գնացիք հաց ուտելու։ Վերջում ծելեն ասես, երկուսդ էլ սոված եք, կարող է իր հետ գնաք հաց ուտելու, ասեց, բարև ես Էթերին եմ, բարև ես Զորան եմ։ Գնացեք հաց ուտելու։ Հասկացա, երկու սոված մարդիկ։ Հա, միավորեց մեզ ուտել։ Եվ չի բաժանել դեռ։
10 տարի եւ ավել։ Հա, առիթից օգտվա, որ ասեմ, որ մի տարի չենք տեսել իրար էթերի։ Իսկ ինչ որ տենց ուսանողական ժամանակներից ինչ որ հետաքրքիր այլ բան կհիշեք։ Ուսանողական։ Ես բավականին մեծ եմ եղել։ ասես։ Ու այդ շրջանում մի քիչ էլ իր աստղայինը ոնց որ տարած էր, որ հանդիպեց։ Նոր էր իր այդ X Factor-ը։ Բա որ հիմա շփվեք հետը։ Դες բան չի եղել երբ։ Այդ չեմ շփվել։ Լարա ջան, պետք է հանդիպել։ Ուտելու շուրջը։ Զրպարտանքեր սա։ Դե լավ, Կլարա, շնորհակալ ենք շատ։ Ինձ թվում է մենք արդեն էթերի հետ մնացածը կբացահայտենք։ Իրականում դեռանալու տեղ ունի։ Տարածը, երբ դեռ անգամ հայտնի չէի։ Չէ, իրականում ես ձեզ ասեմ, նման բան իհարկե չի եղել կատակով ինձ կծեց Կլարան, որովհետև մենք մոտավորապես 1 տարի չենք կարողանում ժամանակ գտնել, որ հանդիպենք, շատ զբաղված գրաֆիկի պատճառով, իրոք զբաղված, այս օթից վերցրած ինչ որ դասական խոսքեր չեն, տեղներ ինձ այս կծը։ Բայց չէ, այդ этаպում 2014 թվականին եմ ընդունվել կոնսերվատորիա, ու այդ этаպում ավելի երևի ինչ որ միտեղ հայտնիություն ունեի, քան հիմա ինձ թվում է, որովհետև այն ժամանակ TV-ն շատ պոպուլյար էր, բոլորը նայում էին, սոցհարթակները շատ ավելի հետին պլանում էին, ու այն ժամանակ էր հենց որ մասնակցի X Factor-ին, ու տենց նմանած կոնսերվատորիա ընդունվելիս բոլորը այդ երաժշտական հաղորդումները նայում են եւ այլն, ճանաչելիությունը շատ ավելի շատ էր։ X Factor-ին մասնակցեցիր, բայց նաև վերջին շրջանում, քանի որ բլոգով շատ ակտիվ ես Instagram-յան, նաև վերջին շրջանում շատ այդպես ինձ թվում է քո հայտնիությունը ավելացել, պլյուս նաև հիմա կանոնահարույն մեկ էլ հանկարծ հայտնվում է Women's Club-ում։ Ինձ թվում է հետաքրքիր կլինի լսել, ինչպես այդ ամեն ինչը տեղի ունեցավ, ոնց սկսվեց։ Ոյ, իրականում ես մինչև օրս չեմ հասկանում։ Շատ անսպասելի էր այդ առաջարկը ինձ համար։ Գարիկին Պապոյան, բոլորս գիտենք, մեր շատ սիրելի, մենք միասին աշխատում ենք երաժշտական պրոյեկտի շրջանակներում, մենք ունենք խումբ, Կարալինի է կոչվում, ու Գարիկը մեր պրոդյուսերն է, ու այդպես ընդհանուր չաթ ունենք, չաթում Գարիկը գրեց այդ առաջարկը կա էլի, կարող է գնաս Women's Club-ում մասնակցես, ու քանի որ մենք բոլորս գիտենք, որ ինքը շատ ուժեղ հումոր ունի, ես մի անգամից մերսի շատ գարշավան ձեր առնելու համար ես բութ եմ դնում ուղարկում մաման աղջիկ ջան գժվեցի լուրջ բան եմ ասում այդ պահին իրոք կատակի տվեցի որտեղից ինչ ոնց երբ ու այդպես գնացի հանդիպման Women's Club-ի պրոդյուսերի հետ Վլադի եւ Չարենցին Կարենի հետ խոսքով տենց հանդիպեցինք ինձ միտքը ներկայացրին, որ իրենք ուզում են աղջիկների կազմում լինի մի աղջիկ, ով սենց լինի մի քիչ տարբերվի, որ ինքը սենց հայեցի է շատ, կանոնահարուհի է, սենց պրինցեսկա եկի, ու դենց ինչ-որ կերպար էր, նոր թարմ կերպար էր պետք, ու իրանք այդ կերպարը սենց իմ մեջ տեսել էին, ու իրականում ես առիթից օգտվեմ շնորհակալություն հայտնեմ, որովհետև իմ համար դա շատ մեծ պատասխանատվություն էր ու պատկերացրեմ իրանց համար ինչքան պատասխանատու որոշում էր, որովհետև փաստացի ես չունեմ փորձ եթերի, չունեմ դերասանական փորձ ու ես շատ գնահատում եմ այդ վստահությունը ու շատ շնորհակալ եմ։ Իսկ այդ խմբում քեզ ինչպես ընդունեցին, վստահ եմ, որ ամեն դեպքում ինչ որ դժվարություններ քեզ համար թեկուզ ներքին եղել են, որոնք գուցե չես բարձր ձայնել, որովհետև մի խումբ կանայք մի միջավայրում պետք է որ դժվար լինի։ Այնքան լավն են այդ մի խումբ կանայք չեք պատկերացնում։ Ես շատ անկեղծ, ես վախենալով եմ գնացել, որովհետև ամեն դեպքում իրանք մի քանի տարվա կոլեկտիվ են, այդ կլինի TV-ում, կլինի գրասենյակում ինչ որտեղ էլ որ լինի, բնականաբար այդ արդեն իրենց անձնական պատմություններով, ինչ որ հիշարժան պատմություններով, այսինքն իրենք ունեն պատմություն ձևավորած ու եկել են ինչ որ նոր աղջիկ։ Ես շատ ասենց լարված էի գնացել, շատ էլի անկեղծ լինեմ, բայց իրենք շատ լավ ու թեթև աուրայով մարդիկ են բոլորը, ինձ ընդունել են շատ լավ, չեմ կարող ասել, որ չգիտեմ, մենք հիմա ամենամոտիկ ընկերուհիներն ենք բոլորը, բնականաբար չէ, որտեվ նախ կա տարիքային սահման բավականին մեծ, հետո կա էլի նշեմ այն փաստը, որ ի վերջո ես նորեկ եմ ու շատ բաներ չգիտեմ եւ մասնակցության մեջ եւ էլի անհատական պատմությունների տեսանկյունից, բայց այն որ ինձ շատ լավ են ընդունել, որ բոլորը փորձում էին շատ օգնել, իմ համար շատ կարեւոր էր, որ նույն բեմական խոսքի տեսանկյունից, նույն շարժումների, թե չգիտեմ, խոսելիս դեմքս որ շրջեմ, որ ավելի լավ լինի տեսախցիկի համար եւ այլն, ինձ կոխորտներով են շատ օգնել ու ես ինձ զգացել եմ մաքսիմալ լավ։
Այդ կանացի նախանձից հնարավոր է խուսափել, երբ շրջապատում այդքան շատ կանայք կան։ Վայ, ընդհանրապես չկա։ Ես անգամ մի բան ասեմ, ինձ էլ առանձնացնեմ այս պատմությունից, Women's Club-ը այդ այն եզակի կոլեկտիվն է, որ ես եմ տեսել իմ աչքով, ինչքան իրանք հենց ընտանիք են։ Ինձ թվում է այդ նաև այն գաղտնիքն է, որ իրանք այսքան երկար եթերում են, իրականում, ասենց եթե ճիշտ եմ հիշում այդ ինֆորմացիան, իրենք ավելի շատ հաղորդում են ունեցել, քան Վիտամին ակումբը անգամ, ու դրա գաղտնիքը իմ կարծիքով նաև այդ իրանց ընտանիքի զգացումն է, իրանք իրար sense շատ միշտ սատար են, միշտ օգնում են, չգիտեմ, ինչ որ մեկը մի բան մոռացել է հաղորդման ժամանակ, մյուսը, վայ ես ունեմ, ես քեզ կտամ, շատ ընտանեկան ու բարի մթնոլորտ է, ու ես իսկապես հիմա չեմ ասում ուղղակի ասելու համար, ամենայն դեպս ես ասում այն ինչ որ տեսել ու զգացել եմ, այնպես որ Իդեպ Women's Club-ը շատ գիտենք բոլորս, որ հաճախ քննադատվում է այնտեղ հնչող հումորը եւ հետաքրքիր է այս առումով, երբ դու դեռ Women's Club-ում չէիր, եղել է ինչ որ շրջան որ դիտես այդ հաղորդումը ու չհավանես ինչ որ հումորներ ինքդ քննադատաբար վերաբերվես ու հիմա ոնց է փոխվել այդ վերաբերմունքդ։ Էլի պետքա լինեմ շատ անկեղծ, ես գրեթե ոչ մի հաղորդում չէի դիտել Women's Club-ից, մինչև Women's Club գնալ։ Ես կարկոծել են հանեն գործ։ Իսկ այդ քննադատությունները քեզ չէին հասնում։ Տեսեք, ես իմ էությամբ չեմ սիրում քննադատել երբեք, մինչև չլինեմ ինչ որ մի հստակ տեղում, մինչև չառնչվեմ տվյալ հարցի հետ, ես երբեք ինքս չեմ քննադատի, այսինքն ինչ որ մեկը կարող է քննադատի իմ երաժշտական ձեռքբերումները առանց իմանալու թե ես ինչքան ուժ, եռանդ, աշխատանք, ժամանակ եմ ներդրել, կողքից դա կարող է թվալ ինչ անում, որ գնում երկու։ Գիտես ինչ առումով նկատի ունեմ քննադատել, ոչ թե ուղղակի քննադատել, այլ փաստացի ինչ որ մի պահ էր եկել, երբ դու ինքդ դառնալու էր այդ հումորի գրողը, եւ գուցե ենթադրենք ինչ որ բաներ լինեին, որ քեզ դուր չգային եւ դու երկար մտածեիր արժի, որ ես ինքս էլ գնամ եւ օրինակ ինչ որ մի հումոր անեմ։ Հասկանում եմ ինչ եք ասում, բնականաբար այդ մտավախությունը եղել է, չեմ խափի, բայց նորից եմ ասում, շատ այլ է, երբ որ դու դիտում ես կողքից, շատ այլ է, երբ որ դու այդ ամեն ինչի մեջ ես, անգամ, այսպես ասեմ, համարները, որ գրվում են, փորձերի ընթացքում մենք այնքան ենք ծիծաղում, ու ասենց եթերում կարող է արդեն այդ նույն ձևով չընկալվի հանդիսատեսի կողմից, ինչքան որ մենք գիտենք, ինչքան է ներդրվել, ինչքան ժամանակ տրվել այդ ամեն ինչի համար, բայց բնականաբար ես հասկանում եմ, որ մասսայական հումորը շատ-շատերի համար քննադատելի է, բայց ես նաև կարող եմ վստահ ասել, որ եթե ինչ-որ մի բան կա, ուրեմն կա նաև պահանջարկը, թող ամեն մեկը իր մեջ մտածի, թե ինչու կա պահանջարկ, իսկ եթե կա պահանջարկ, ուրեմն պրոդուկտը երևի այդքան էլ անպիտան չի, եթե կա այդ պահանջարկը, այնպես որ ցանկացած բան միշտ կգտնի այսպես թե այնպես իր սպառողին, անգամ եթե վերցնենք ընդհանրենք համացանցում կամ TikTok հարթակում շատ վատ կոնտենտ, դրա սպառողն էլ կա։ Այսինքն միշտ այդ սպառողները հայտնվում են։ Միանշանակ, բայց փաստացի այդ սպառողները բավականին մեծ մասսա են կազմում։ Ես չեմ համարում անկեղծ, որ շատ ինչ որ եղել է ինչ որ շրջան, միգուցե վուլգար հումոր, ավելի սենց 18+ տեսակի հումոր, բայց մի հատ այսպեսի մի բան ասեմ, որ օրինակ Comedy Club-ը, որ բոլորը այդքան շատ սիրում են նայում են, այնտեղ շատ ավելի այլանդակ հումոր է շատ հաճախ, շատ ավելի տափակ հումոր է շատ հաճախ, բայց չգիտես ինչի մեր կողմից դա ավելի սենց հանգամ, երբ որ մեր պրոդուկտն է լինում, կամ ամերիկյան, երբ որ դուք ուսումնասիրեք ամերիկյան այդ կոմեդիա աշխարհը, այդքան տափակ հումոր, ինչքան այնտեղ է հնչում, այդքան վիրավորական հումորներ, հաշմանդամների նկատմամբ ռասիստական հումորներ ու այդ սիրված կոմիկներ են։ Ես դες անկեղծ եմ ասում, կա Ամերիկայում կոմիկ, ով հաշմանդամների մասին հումորներ է անում, հենց հաշմանդամները շատ սիրում են այդ կոմիկին։ Նկատի ունեմ, դուք ճիշտ եք ասում, որ ընկալման տեսանկյունից մեր մոտ, չգիտեմ, մեր գենետիկական կոդում հələ չսկսած ինչ-որ բան քննադատելու սովորությունը ունենք մենք։ Եթե մի քիչ sense այլ կողմից անջատենք, ընկալենք որպես ժամանց, ուղղակի ոչ ինչ-որ խիստ ինտելեկտուալ ինչ-որ մի հաղորդում, որտեղ ինքը հենց ժամանցային հաղորդում է համարվում, այդ վերաբերմունքը երևի մի փոքր կփոխվի ավելի։ Իսկ քանի որ նշեցիր, որ ամեն դեպքում ինչ-որ մտավախություններ սկզբում եղել են, ո՞նց ես փորձել դա հաղթահարել այդ մտավախությունները։ Շատ անկեղծ ես ասեմ, մենք խոսակցությունից սկզբանե ունեցել ենք, որ բնականաբար կլինի ինչ-որ հագուստ, որ օրինակ ես չեմ կրի, որովհետև ոչ թե որովհետև ես ունեմ կոմպլեքս, այլ ես ունեմ օրինակ, չգիտեմ, հստակ ֆիզիոնոմիա եւ ես գիտեմ ինձ ինչ չի սազի հստակ։
ու ես կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում կոլեկտիվին, մեր պրոդյուսերին, որ շատ բաց սրտով են ընդունել այդ, ոչ թե նույնը նաև ինչ խոսես, ինչ հումոր անես, կան այդպիսի չի կարելի լիներ, որ ի սկզբանե դրել ես անձնակազմի։ Տեսեք, ես չեմ ի սկզբանե դրել, բայց քննարկումների ժամանակ, երբ որ իրանք ինկալել են իմ տեսակը ինձ ճանաչել են, անգամ կարիքը չի եղել դա դնելու այդ խոսքերը ասելու, որովհետև ինքնստինքտյան սցենարները գրվել են արդեն այնպես, որ ես չունենամ այդ դիսկոմֆորտ, այսինքն ես դες ի սկզբանե իմ կերպարը իրանք հենց ուզել են այնպեսին լինի, ինչպեսի ես իրական կյանքում եմ։ Քանի որ Գարիկ Պապոյանից խոսեցինք, նաև ես հիշում եմ, որ երբ X Factor-ին էի մասնակցում, այնտեղ մի դրվագ եմ տեսել, որ Գարիկ Պապոյանը սկզբում այդքան էլ գոհ չէր քո վոկալից ու տարիներ անց փաստորեն հիմա դու իր հետ աշխատում ես եւ բենդում եւ նաեւ ինքը քեզ խորհուրդ է տվել Women's Club-ի առաջարկը դիտարկել, այս առումով կսպասեիր, որ այսպես կդասավորվեին դեպքերը։ Տեսեք, ես մեր լսողների, դիտողների համար նաեւ շատ հետաքրքիր մոտիվացիա կարող է հանդիսանալ, որ 10 տարի անց կարելի է ունենալ այսպիսի համագործակցություն։ Ես շատ կողմ եմ, որ միշտ անգամ եթե դիտարկում ես երեխա կամ ինչու երեխա, մարդուն միշտ ասել ճիշտը, եթե ինքը ունի թերություններ իր մասնագիտության մեջ, այս դեպքում իմ վոկալի մեջ, ես իսկապես հասկանում եմ, որ ես ունեցել եմ թերություններ իմ վոկալի մեջ, որովհետև ես 16 տարեկան եմ եղել, ընդհանրապես չեմ զբաղվել երգով մինչ օրս, ի դեպ։ Այդ ուղղակի բնությունից տրված ձայնն է եղել, չմշակված, ու ես հիմա որ լսում եմ իմ եթերները, այն իսպանական ամոթ զգացողությունը շատ եմ ունենում երաժշտական տեսանկյունից, ու շատ շնորհակալ եմ եղել այդ этаպում այդ մեկնաբանությունների համար, որովհետև դրանք ինձ բերել են որոշակի կետում այս этаպում արդեն, ու բնականաբար ունենալ այդպիսի առաջարկ Գարիկից շատ հաճելի է, պատվաբեր է, պարտավորացնող է, ու ես շատ ուրախ եմ, որ տարիներ անց մենք ունեցել ենք հնարավորություն միասին աշխատել, որովհետև ես ինձ համար լրիվ ուրիշ մարդ եմ բացահայտել։ Ես չգիտեմ հիմա կթվա ես բոլորի մասին լավ բաներ եմ ասում, բայց իսկապես այնպես է ստացվել, որ բախտավոր եմ երևի, որ շրջապատում հայտնվում եմ ու հետ աշխատում եմ, շատ առողջ մթնոլորտատիրում ու մեկը մեկից Իրականում Գարիկ Պապոյանը շատ երիտասարդ արտիստների է օգնել, այդպիսի օրինակներ շատ կարող ենք բերել, բայց այդ սկզբում, երբ նաև իհարկե լավ է, երբ մասնակցին հատկապես երաժշտական մրցույթում ասում են ինչն է լավ եւ ինչն է վատ, բայց գիտենք, որ այդ տարիքում, դեռահաս տարիքում շատերը գուցե կոտրվեն, շատերը գուցե ընդհակառակը ինչպես դու մոտիվացվեն, չի եղել այդ փոքր շրջանը, որ մտածել ես, որ դա քեզ կոտրել է կամ մի փոքր նեղսրտել ես։ Տեսեք, քանի որ ես ինձ երբեք չեմ ինտերպրետացրել որպես երգչուհի, դա ինձ չէր կարող կոտրել ոչ մի ձևով։ Ես եղել եմ ի սկզբանե կանոնահարուհի ու ես ունեցել եմ ֆանտաստիկ մեծամտություն չհնչի, բայց իսկապես ֆանտաստիկ կարիերա կանոնահարուհու համար, սկսած 9 տարեկանից գաստրոլներ եմ ունեցել բազմաթիվ երկրներում, բազմաթիվ մրցույթների ոսկե մեդալակիր եմ եւ այլն, այսինքն ես ունեի վստահության մի որոշակի սանդղակ իմ մասնագիտության մեջ, որ ինձ թույլ էր տալիս չկոտրվել այնտեղ, որտեղ որ ես ի սկզբանե գիտեի, որ ես շատ լավը չեմ։ Այսինքն ես այնքան ռեալիստ եմ իրականում, երբեք չեմ ունեցել իլյուզիաներ կապված այնպիսի բաների հետ, որոնք չկան։ Փորձենք բացահայտել քո կերպարը, ի սկզբանե մանկությունից եկած ինչպիսի ընտանիքում ես մեծացել, ինչպիսի մանկություն ես ունեցել, որը քեզ կերտել է եւ այսօր այսպիսին է դարձրել։ Իրականում երբեք այս թեմայով չեմ խոսել հանրային ինչ-որ դաշտում, բայց չունեմ նաև ինչ-որ կոմպլեքս խոսելու և կարծում պետք է խոսել, որովհետև երևի շատ-շատերին կարող օգնել ինչ-որ խոսքեր։ Ես մեծացել եմ իմ մայրիկի և տատիկի հետ, ծնողներս բաժանված են եղել, երբ որ ես 2-3 տարեկան եմ եղել, ու այսօր արդեն 28-ամյա եթերին հետ նայելով միայն կարող շնորհակալ լինի իր մայրիկին, որովհետև բոլորից համար մեր մամաները ինչ-որ հերոսուհու իդեալի կերպար են բան, բայց իմ դեպքում իմ պատմության մեջ ես իսկապես մամայից դիտարկում եմ որպես այդ super woman-ը, որովհետև ինքը կարողացավ ուղղակի փրկել իրեն, իր երեխային շատ վատ մթնոլորտից, ընտանիքից որտեղ տիրում էր բռնություն, որտեղ տիրում էր անառողջ հարաբերություններ ամեն տեսանկյունից, նամանավանդ այդ թվերին շատ բարդ է եղել երևի այդ բաժանությունը հիմա է, չէ, մոդա 1-2 չհասկացանք իրար բլոկ բաժանվում ենք, իսկ այն ժամանակ հասարակությունը այդքան բաց չէր ընդունում այդ ամեն ինչը, ու մամաս բավականին երիտասարդ է եղել, երբ որ ամուսնացել է 19-20 տարեկան, ու բաժանվել է էլի շատ երիտասարդ, ու իմ համար ինքը իսկապես այնքան հզոր ուժեղ կնոջ կերպար է, որ այդ տարիքում ես հիմա
Հիմա ինձ 28-ում չեմ պատկերացնում, որ ես կկարողանա այդքան ուժեղ լինել, որ անեի այդ բանը իմ համար, իմ երեխայի համար, երեխայիս լավագույն ապագայի համար։ Ու ես մասին երևի շատ քիչ ա խոսում, երևի պետք ա խոսել, որ ես շատ շնորհակալ եմ եւ մամայիս եւ տատիկիս, տատիկիս էլ, պապիկիս էլ, որտեւ իրենք այն մարդիկ էին, որ գրկաբաց ընդունել են հետ, օգնել են ամեն ինչով, մամաս վերականգնել է իր ուսումը, ունեցել է բավականին լավ աշխատանք, տատիկս էլ այդ շրջանում ամեն ինչով օգնել, սատարել ու ոտքի են կանգնացրել ինձ էլ, մամայիս էլ ու անկեղծ այնքան մեծ աներդրում եղել իմ ընտանիքի մեջ, այնքան մեծ, sense միշտ կատակով ասում են, որ տատիկը իմ պրոդյուսերն էր, ձեռքիցս բռնած 9 տարեկանից բոլոր միջոցառումներին ու Մենակ իմ տատիկը չէր իմ տատիկը, բոլորի տատիկն էր, անկեղծ բոլոր երեխեքին կօգներ։ Բոլորին, չգիտեմ, ինչ-որ բան է, նոտա է պետք տպել, բաման տատիկս կգնար բոլորից համար կտպեր, կբերեր։ Այսինքն ես այնքան առողջ ընտանիքում եմ մեծացել, այնքան առողջ մթնոլորտում, այնքան բարի կիրթ ազնվական, ես իրոք մերոնց ասում եմ, որ իրանք ազնվական մարդիկ են, որովհետև այնքան լավ արժեքներ են իմ մեջ ներդրել ու ես վստահ կարող եմ ասել, որ այսօր եթե ես կամ այստեղ եմ, այս մտքերով եմ, այս արժեքներով եմ, այդ իմ մամայիս ու տատիկիս ներդրումն է, ինչի համար շատ շնորհակալ եմ, այսպես էլ առիթ լինի, որ ասեմ։ Ստացվում է, որ այդ շրջանը, երբ շատ բարդ էր քո ընտանիքի համար, դու բավականին փոքր ես եղել, բայց դա թողել է քո մեջ այդ փոքրիկ տրավման կամ հետքը, թե դու այնքան փոքր ես եղել, որ անգամ չես հիշում դա եւ պատմելով ես փորձում վերհիշել։ Տեսեք, հետաքրքիր է, որ 2-3 տարեկան երեխան երևի կթվա թե հիշողություններից շատ բաներ չկան, բայց ես հիշում եմ շատ ոչ հաճելի դեպքեր, չգիտեմ ոնց է ստացվել հիշողության մեջ, ինչ որ պատառիկներ կան, որ ասեն շատ աղոտ, բայց հիշում եմ, չի կարող չթողնել հետք աղջկա մեջ, երբ որ ինքը առանց հայր է մեծանում։ Ես հորս հետ ունեցել եմ շփում, բայց մենք դադարեցրել ենք այդ շփումը 22 տարեկանից, որովհետև հասկացել ենք, որ կամ լինում է հայրական ինստինկտ, կամ չի լինում, պետք չի ուզենալ ունենալ այն, ինչ որ չի լինում։ Այսինքն ես ինձ ավելի լավ ու ավելի առողջ զգացի այն ժամանակ, երբ որ մենք դադարեցինք շփվել, դա ինձ միայն դեպի լավը տարավ։ Դա քո որոշումն է։ Դա իմ որոշումն է եղել, հա։ Իսկ հայրիկդ ոնց արձագանքեց դրան։ Չարձագանքեց։ Բայց sense ասեմ, մինչև 22-ը որ շփում էինք, գիտի, ինչ որ ճոխ շփումներ չէին, շատ ինչ որ ամիսի քո ինիցիատիվն էր։ Չէ, ի սկզբանե ես չեմ կարող նաև ասել այսպես, որ հայրիկս երբեք չի ուզեցել իմ հետ շփվի, չէ, միշտ էլ ուզեցել է անգամ կապի է փորձում դուրս գալ այսօր էլ, բայց իմ որոշումն է, որ ես չեմ ուզում, որովհետև անկեղծ այս տարիքում արդեն ես ունեմ որոշակի գաղափար ինչ եմ տեսել, ինչ չեմ տեսել, ինչ կուզեի տեսնել, ինչ կուզեի չտեսնել, ինչ միջավայրում կուզեի լինել, որտեղ կուզեի չլինել։ Այսինքն ես փորձում եմ իսկապես իմ առօրյան, իմ կյանքը դասավորել այնպես, որ ես ունենամ առողջ հոգեբանություն, առողջ մտքեր, առողջ դաշտ ստեղծագործելու ինչ-որ բաներ անելու։ Առաջին դասարանում, որ երեխաները գնում ծանոթանում են, ես ինչի անես, ինչն եմ, ես ինչքան տարեկան, ես գնացել, ասել եմ, ես Էթերին եմ Հովանեսյան 7 տարեկան, իմ մաման ու պապան բաժանված։ Մամաս ասել էր պարտադիր չի այդ ինֆոն ասես այդ անուն ազգանունից հետո։ Դա ասում էիր, որովհետև ուզում էիր առաջինը դու ասես եւ քեզ չհարցնեն։ Իդեպ թերապիայի արդյունքում ես հասկացա, որ այդ ոչ թե նրա մասին, որ ես ինձ շատ հեշտ եմ տանում այդ ամենը, այլ այդ իմ պաշտպանական ռեակցիան էր ի սկզբանե, որ իմացեք սա կա, որ հետագայում, հա, երևի թե այդպես է։ Միանշանակ թերապիայի արդյունքում ես հասկացա, որ ես ունեի կոմպլեքս, որ օրինակ ինչի ես չունեմ այն papan, որ կարա ինձ սատարի, օգնի, չգիտեմ, ասի աղջիկս, դու կարաս ամեն ինչ, դու շատ սիրուն ես, ես քեզ շատ սիրում եմ, ես միշտ քո կողքին եմ, չմտածես, եթե չստացվի ես կամ, ես քեզ կօգնեմ եւ այլն։ Այդ խոսքերը ինչքան էլ հիմա ես այս պահին շատ լավ վիճակում եմ ամեն առումով, բայց միևնույն այդ խոսքերը միշտ մնալու են բաց։ Չես հիշում ամեն դեպքում ինչ որ մի շրջան, երբ այդ հայրական ջերմությունը ստացել ես, թեկուզ փոքր տարիքում կամ այս ընթացքում, երբ շփվել եք մինչև 22 տարեկան։ Տեսեք, այն ժամանակ ես մտածում եմ, որ դա շատ ջերմ պահեր են, բայց երբ որ դու իրականում մեծանում ու հասկանում ես ինչա ծնողավարությունը, ինչա իրականում ինչ կարելի է տալ ու եւ ստանալ ծնող երեխա հարաբերությունից, հասկանում ես, որ այդ ամեն ինչը ուղղակի իլյուզիաներ են, չգիտեմ։ Իմ համար հավես էր, որ papan ինձ տանում էր հրապարակ նոր տարու, չգիտեմ, նկարվում էինք դյունանուշիկ դնեմարդի հետ, չգիտեմ, բայց հիմա ես նայում ես, հասկանում ես, որ այդ ուղղակի sense շատ վերին մակարդակի, ինչ որ օթային մակարդակի հիշողություններ են, որտեղ որ ծնողավարություն չկա։ Ծնողավարությունը այդ իմ մամայի օրինակ
տեսած նա թե ինչքան ապրումներ եմ ես ունեցել շատ էտապներում, այսինքն համեմատական կարգով ես չեմ ուզում արժե զրկել, իսկապես չեմ ուզում, բայց իսկապես կան երևույթներ, որոնք պետք է տարանջատել կյանքում, ու ես հիմա կարողա հանդիսատեսին թվա, որ շատ սառնասիրտ եմ խոսում այս ամեն ինչի մասին, բայց իսկապես այնքան աշխատած է այս ամեն ինչը, շատ, ասում եմ, 1 տարի թերապիան տվել այն արդյունքը, որ ես այս մասին կարողանամ այսպես հիմա խոսել։ Այդ բարդ փուլից հետո գիտեմ, որ նաև քո անձնական կյանքում բավականին բարդ փուլ է եղել, որովհետև ինքդ նաև կիսվել ես քո Instagram-յան հարթակում, երբ երկար ժամանակ եղել ես abuse-իվ հարաբերությունների մեջ։ Ինձ հետաքրքիր է, քանի որ այսօր այդ դեպքերը կարող են շատ լինել եւ շատ աղջիկներ, գուցե նաև տղաներ անցնեն այդ իրավիճակում, ոնց է մարդը հասկանում, որ ինքը abuse-իվ հարաբերությունների մեջ է։ Տեսեք, ես շատ իրական հետաքրքիր թեմա է ու իրական երկար խոսելու թեմա է, բայց նաև շատ կարևոր, որովհետև հիմա ամեն երկրորդ կռվի ժամանակ դու abuse-ը ես, մենք abuse-իվ հարաբերությունների մեջ ենք բաժանվում ենք, իրականում abuse-ը շատ խորը արմատներով երևույթ է, որ ու շատ հաճախ ոչ նկատելի, անգամ ջերմության, թվացial ջերմության մեջ կարա լինի խորքային abuse, որը բացահայտվի շատ ավելի ուշ։ Իմ հարաբերությունները սկսվել են շատ հետաքրքիր, այդ հոգու մարդ soulmate հոգու մարդ թարգմանեմ իմ նախկին ընկերը այդպիսին էր ընդ որում ես մինչև օրս կարող եմ ասել որ եթե դիտարկենք որպես մարդ տեսակ շատ հետաքրքիր մարդու հետ գործ ունեի շատ բազմաշերտ խելացի մենք ունենք նույն հետաքրքրությունները նույն նախասիրությունները ապագայի մասին շատ նույն պլանները եւ այլն բայց նաեւ Կարծում եմ, որ շատ սխալ էտապներում էինք մենք սկսել այդ հարաբերությունները, առհասարակ պետք է չսկսվեին այդ հարաբերությունները, որովհետև ի սկզբանե սկսվել էր որպես ընկերներ եւ այդպես պետք է մնար, որովհետև շատ հաճախ թվում է, որ քեզ շատ նման մարդու հետ կարաս ունենաս ֆանտաստիկ հարաբերություններ, բայց շատ հաճախ բախվում ես նրան, որ ես համոզված եմ, որ ինքը չէր ուզենա ինձ նեղացներ այս տարիքում հետ գնալով հասկանում եմ, որ շատ բաներ անգամ կապված էին այդ տարիքի հետ, այդ բռնկումների հետ եւ այլն եւ այլն։ Քանի տարեկան էիք։ Ես մեծ եմ եղել իրանից տարիքով, ինքը այդ ժամանակ 21 տարեկան է եղել ու ասում եմ, ես շատ համոզված եմ, որ հիմա այդպես չէր լինի շատ բաներ, որովհետև ի վերջո իսկ ոնց էին դրսևորվում այդ բռնկուն իրավիճակները, այսինքն օй մենք ունենք դրամա քինգի հետ գործ, որովհետև այդ մարդը միշտ դրամայի մեջ էր 24-ին։ Ինչ եմ խոսում, ես չգիտեմ։ Ողջույն։ Միշտ իր համար ամեն ինչ դրամա էր։ Իր կյանքում ամեն ինչ լավ էր, դրամա էր։ Իրան բոլորը սիրում էին, ինքն ուներ ֆանտաստիկ ծնողներ, ֆանտաստիկ ընկերներ, լավ աշխատանք, բայց իր մոտ մեկ ամեն ինչ դրամա էր։ Ու ինչ որ մի պահի որ հասկանում ես, որ դու ահավոր նվիրված ես այդ հարաբերությունում, տալիս ես քեզ վերջին կաթիլը տալիս ես, ընդ որում ես միշտ եղել եմ այն իրավիճակում, որ միշտ ինձ են հավանել, միշտ ինձ են շատ սիրել, միշտ ես ավելի սիրված եմ եղել շատ այլ իրավիճակներում, իսկ այստեղ արդեն այն էր, որ ես հստակ կարող եմ հիմա ասել, որ ավելի ես էի սիրում, ավելի ես էի գուրգուրում, ավելի ես էի տալիս ու այդ գալիս է ինչ-որ մի պահ, որ դու հասկանում ես, որ դու ուղղակի սպառվել ես ու չունես այդ սիրվածության զգացողությունը ու իրականում չեմ ուզում իրար հետ կապել այդ, բայց այդ բացը, որի մասին որ խոսում եմ, որ կա հայրիկից, որ չեմ ունեցել այդ զգացումը, որ վայ ինչքան սիրուն ես, ինչքան լավն ես եւ այլն, այ abuse-ը այստեղ է կայանում, երբ որ դու ի սկզբանե ստանում ես մարդուց այդ վայ ինչքան սիրուն ես եւ հետո մի պահ չկա այդ էմոցիոնալ տատանումները, որ մեկ վայ ինչ լավն ես, բամա, մեկ էլ որ խնդրում եմ ինձ մի կապի հեռուն գնայ, ինձ ներվեր չունեմ բամ, առանց բացատրելու ինչի, ոնց եւ այլն, այդ այնքան ծանր իր հոգեվիճակի մեջ կարա մարդուն պահի։ Կար այդ հարաբերություններում թեկուս հոգեբանական բռնություն կամ ֆիզիկական հոգեբանական մեծ բռնություն կար։ Ֆիզիկական չէ երբեք, բայց հոգեբանական իհարկե։ Տեղով այդ տատանումները առանց բացատրելու վեճերը, առանց բացատրելու նեղացնելը, որ չես հասկանում որտեղից, անկյաց ես չէի հասկանում, որտեղից կարար անիմաստ տեղից ինչ-որ վեճ ծագեր։ Ու հետո մարդը ուներ դիրք, որ Էտա եմ ես։ Երբ որ ես քննարկում եմ ինչ-որ բաներ, էտ եմ ես։ Ուզում ես ուզի, չես ուզում ուզի։ Ու ես ոնց կարողացար դուրս գալ այդ հարաբերություններից։ Ոյ, եկավ պահ ուղակի, որ ես ընտրեցի ինձ։ Շատ հեշտ է ամեն ինչ։ Երբ որ դու հասկանում ես, որ դու այս շատ զզվելի զգացողությունը անդադ ունես, որ
ինչ որ կռիվ չի, չես կարող ասես ինչի ես դու քեզ վատ զգում, բայց հերթական անգամ քեզ էլի չհասկացված ես զգում, չսիրված ես զգում, հերթական անգամ այդ կիսատ էմոցիայով ամեն անգամ, չգիտեմ, ինքը ճանապարհում էր ինձ տուն, ես այդ վերելակի հայելիում ինձ նայում եի ու հասկանում ես այնքան դժբախտ եմ, ես այնքան չունեմ այդ հասկացվածությունը, այդ սիրված լինելու զգացումը, այնինչ ես ինձ համարում եմ արժանի դրանում, անկեղծ։ Ու ասենց հասկացա, որ ինչի պետք է այդ ամեն ինչը լինի իմ կյանքում, եթե կարա չլինի։ Դու այդ շրջանում ունեցել ես զգացողություն, երբ այդ հարաբերությունները քեզ վրա անդրադարձել են այնպես, որ դու սկսես ինքդ քեզ թերագնահատել, ինչ որ բաներ չընդունել, կոմպլեքսներ ձևավորել։ Միանշանակ եղել են, որովհետև ինքը շատ դետալային մարդ էր, ամեն ինչին արտաքինից սկսած, ամեն ինչին շատ ուշադիր էր, ու ինքը իր արտաքինն էր շատ ուշադիր ու բնականաբար ես ունեի այդ զգացողությունը, որ միշտ համապատասխան լինեի, միշտ իր սրտով լիներ ամեն ինչ, չգիտեմ, անգամ մեկնաբանություն կար, որ չգիտեմ, զուգագուլպատ փայլու նախընտրում բանը մատավին հակի, որտեղ ես ինչս հրա չի սազում։ Միշտ ինձ ձիք էր պահում, այո։ Ինչ որ մի շրջան եկավ քո կյանքում, երբ դու հաշտ չէիր նաև քո մարմնի հետ, եւ դրա մասին հաճախ խոսում էիր սոցցանցերում, նշում էիր, որ չես կարողանում հագնել կարճ որևէ զգեստ, որովհետեւ չես ընդունում քո մարմնի ինչ որ դետալներ եւ այլն։ Դա եւս եկել էր այդ հարաբերությունների արդյունքում։ Դա կապ չունի։ Իրական այսպես խոսացինք, խեղճին ինչ ասեցի, բայց այդ զգացողության մեկտեղ այդ որ ասում եմ էմոցիոնալ տատանումներ, ինքը կարեր ինձ ներկայացնել աշխարհի աստվածուհին իր կողքին։ Իր շրջապատի մարդիկ միշտ ասում, գիտես քո մասին ոնց է խոսում, բսպղուն աչքերով, վայ իրանից լավը չկա, վայ մեծ է էս։ Այսինքն այդ մարդին երբեք չեմ կարող ասել, որ կոմպլեքսավորել է ինչ որ արտաքինի եւ այլն վրա բացարձակ ոչ, միշտ հակառակը շատ հպարտացել է ինձնով ու շատ հպարտացել է, որ ես իր կողքին եմ, էդ էլ ասենք։ Այդ հենց այդ ոչ ստաբիլ մարդու մասին ենք խոսում էլի։ Ինքը ինձ տարբեր տեսակի էմոցիաներ ա տվել։ Իսկ ինչի արդյունքում է ինքդ քեզ չընդունելը։ Տեսեք, հասարակության մեջ ինչքան էլ հիմա գնում ավելի առողջ մտածելակերպի, բայց կան ստանդարտներ, որոնք այսպես թե այնպես մեր վզին փաթաթվում են։ Այսինքն միշտ ավելի ընդունելի սիրելի են, չգիտեմ, նիհարիկ ավելի սպորտային գեղեցիկ կառուցվածքով աղջիկները, չէ՞։ Մեխանիկորեն դու երբ որ քեզ համեմատում ես այդ հասարակության ստեղծած իդեալական կերպարի հետ, գտնում ես միլիոնավոր թերություններ։ Ես էլ իմ ֆիզիոնոմիայով, չգիտեմ, ոչ այդքան բոյով, ոչ այդքան նիհար աղջիկ եմ ու բնականաբար այդ դեռահասության տարիքից սկսած, երբ որ արդեն փոխվում է մարմինը, փոխվում է ինչ-որ ֆորմաներ, ինձ մոտ միշտ աշխարհի բոլոր դիետաները, չգիտեմ, այդ RPP ասվածը, սննդային վարքի խանգարումը, մինչև որս ինձ հետ է։ Բայց նաև կարող եմ ասել, որ այս этаպում շատ ավելի մաքրված են մտքերս այդ տեսանկյունից, որովհետև նախ սկսել եմ ինձ շատ հավանել, որտեվ ես կարծում եմ, որ բավական հաճելի աղջիկ եմ։ Բայց արի հասկանանք այդ մարմինը չընդունելը, կարճ հագուստ չհագնելը, այդ ամեն ինչը որտեղից ու հանկարծակի Ես կարծում եմ, որ ես ունեմ շատ չաղլիկ ոտքեր եւ գեղեցիկ չեն ոտքերը կարճ հագած։ Դու դեռ այդպես ես կարծում։ Ես այս վերջին մի քանի ամիսն եմ հանել այդ մտքերը ինձնից։ Ոնց։ Նիհարելի։ Այսինքն ամեն դեպքում դու ունես այդ պատկերացումները, որ եթե մի փոքր գեր ոտքեր են, ապա դա լավ չի։ Ոչ թե լավ չի, աստծո սիրուն, չէ, այտենց քեզ համար։ Ինձ համար եկեք դիտարկենք, ես ունեմ այդ պատկերացումը, ես ռեալիստ եմ։ Ես գիտեմ, որ եթե ես ունեմ, չգիտեմ, ավելորդ քաշի խնդիր կամ ինչ որ մաշկի խնդիր, ես ավելի կնախընտրեմ լինեմ տաբատով, քան կարճ հագուստով, որը կառաջացնի իմ մեջ դիսկոմֆորտ, ընդհանրապես դա է։ Բայց դա չի առաջացնում այդ սեփական անձի նկատմամբ թերարժեքության զգացողությունը, որ դու մտածում ես, որ դու փաստորեն քեզ լիարժեք չես համարում, երբ դու օրինակ կարճ շրջազգեստ ես։ Չեմ հերքում, բայց ես նաև ինքս իմ մեջ գիտեմ, որ այս этаպում եթե այդպես է, ինչ որ մի այլ этаպում կարող է այդպես չլինի։ Ես հիմա չեմ կարող ասել, ես հենց այնց տեղը օրինակ, չգիտեմ, ունեմ ինչ որ քաշի խնդիր, չէ, ես ունեմ շատ ոչ ստաբիլ ռացիոնով եմ սնվում։ Սպորտը ինչքան էլ փորձում եմ ինձ միշտ, ինձ ինչ հիշում եմ, գնում եմ մարզասրահ ու դուրս եմ գալիս, գնում եմ դուրս եմ գալիս, ինչ որ դադար, որովհետև ես իրոք մարդ կա չի սիրում սպորտը, ես այդ մարդն եմ։ Ես չեմ սիրում սպորտ։ Խնդրում եմ չկարկոծելից, բայց այդ փաստը ես տառապում եմ մարզասրահներում, հաճույքով չեմ գնում։ Ինչ որ մի этап կա, ոգևորվում եմ, որ ոյ ես всё ֆիտանյաշկա եմ բաման, մի ամիս հետո ատում եմ այս բոլոր մարզասրահները, նախատրությունների հարցակրկին։ Ուզում ասեմ, բայց ես գիտեմ, որ եթե ես ունենամ այդ կամքի ուժը եւ ես, չգիտեմ, տրամադրեմ իմ ժամանակը իմ ռացիոնին, սննդային, եթե տրամադրեմ ժամանակ մարզումներին, ես կկունենամ էլ ավելի լավ տեսք։ Այսինքն մենք ապրում ենք այն միջավայրում, այն կյանքով, որը որ ընտրում ենք։
Շնորհակալ եմ շատ էթերի, կարծում շատ անկեղծ զրույց ստացվեց։ Իսկապես շատ։ Եվ վերջում ունեմ քեզ համար կարճ հարցեր, կարճ պատասխաններով, որը վերաբերում է Women's Club-ին։ Ում հետ էր ի սկզբանե ավելի հեշտ մտերմանալ Women's Club-ում։ Աղջիկներից նկատի ունեք։ Տոմայի։ Ով է ավելի փակ շփման տեսանկյունից։ Չունենք փակ աղջիկ, անկեղծ չունենք։ Ում կզանգես, եթե օգնության կարիք ունենաս։ Տոմային։ Ում հետ ճանապարհ կգնաս։ Զարայի հետ։ Եվ ում գաղտնիք կվստահես Women's Club-ում։ Ոչ մեկին։ Դեռ այդքան մոտիկ չեք։ Չէ, իրականում ոչ թե մոտիկության տեսանկյունը չի, բայց ես sense գաղտնիքներ չեմ սիրում վստահել։ Շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ շատ Աննա ջան։ Այսպիսին էր Էթերի Հովհաննիսյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ, լայքել, կոմենտել, կհանդիպենք մյուս շաբաթ։